Ողջույն, ես Լուսի Բաբայան եմ, 8-րդ դասարանի սովորող։ Այսօր կատարելու ենք 3 փորձեր, երեքն էլ վերաբերում են ֆիզիկային, ունենալու ենք կոնվեկցիայի և դիֆուզիայի երևույթներ։ Նախ եկեք սկսենք, թե ինչ է կոնվեկցիան և ինչ է դիֆուզիան։ Կոնվեկցիան ինքը ջերմափոխանակության մի տեսակ է, որի շնորհիվ էներգիան մի տեղից մյուս տեղ փոխանցվում է նյութի շերտերի անհավասարաչափ տաքացման շնորհիվ։ Ու միայն գազերում ու հեղուկներում է, որ նյութը էներգիան մի տեղից մյուս տեղ փոխանցվում է նյութի տեղաշարժման հետևանքով։ Ու ջերմահաղորդականության հենց այս տեսակը անվանում են կոնվեկցիա, ինքը հունարեն հենց կոնվեկտիո մատուցել ու հասցնել բառից է, իսկ դիֆուզիան նյութերի ինքնաբերական խառնման երևույթ է։ Դե ինչ, եկեք անդրադառնանք մեր փորձերին, եկեք գնանք հենց մեր առաջի փորձին։ Դե ինչ, եկեք սկսենք մեր առաջի փորձը, այն կանվանենք կոնվեկցիա ջրում։ Դրա համար մեզ պետք է մի բաժակ տաք ջուր և սննդային ներք։ Հիմա լցնում ենք սննդային ներկը մեր ջրի մեջ ու եկեք հաշվի առնենք գույնի շարժման ուղղությունը։ Բացատրությունը նա է, որ ջերմությունն անուղղակիորեն փոխանցվում է ջրի շերտերով մեր կոնվեկցիայի շնորհիվ։ Ահա, առանց խառնելու, տեսեք, ահա մեր առաջի փորձը։ Եկեք շարժվենք և անենք մեր երկրորդ փորձը։ Մեր երկրորդ փորձի համար անհրաժեշտ է սառը և տաք ջուր և նորից սննդային ներք։ Եկեք այս փորձը անվանենք դիֆուզիա սառը և տաք ջրում։ Մեզ պետք է երկու, ահա այստեղ մեր թափանցիկ բաժակները, ու հիմա ներկերը կլցնենք այս երկու բաժակների մեջ ու եկեք նախ նկատի առնենք իր տարածման արագությունը։ Առաջինը սառը ջրում ու տաք ջրում։ Տեսեք, որ տաք ջրում դիֆուզիան ավելի արագ է, տաք ջրում մոլեկուլների շարժման արագության պատճառով։ Ու այստեղ ավելի շուտ եղավ, գույնը ավելի շուտ տարածվեց, քան սառը ջրում, քանի որ այստեղ մեր սառը ջուրն էր, այստեղ տաք ջուրը։ Դե ինչ, ահա և փորձերը։